Կյանքը հայրենիքին տված հերոսների նկարներն օր-օրի անհետանում են երևանյան շենքերի պատերից։ Ռոբերտ Աբաջյանի նկարն էլ ջնջվեց։ Այն այլևս Երևանի պետական համալսարանի հարակից գետնանցումի պատին չէ։ Թավ եմ ապրում ու հասկանում եմ պատճառը ինչն է, ինչի համար են մաքրում պատերից այդ նկարները, քանի որ ամեն քայլի, ամեն պատի վրա տղաների նկարները տեսնելով մարդիկ հիշում են եւ քառորյա պատերազմը եւ 44-օրյա պատերազմը։ Հերոսի նկարը 2016 թվականի Արցախյան պատերազմից հետո համալսարանի թույլտվությամբ նկարել էր Արթուր Ավագյանը։ Իդեպ հերոսների նկարներն անհետացել են նաեւ Բաղրամյան պողոտայի գետնանցումից։ Ընդամենը 2 օր առաջ քաղաքում էի եւ տարբեր տեսակի նկարներ դալաններում, պատերի վրա, անշնորհ գրառումներ, թող դրանք մաքրեն, տղաների նկարները պետք է մաքրեն։ 44-օրյա պատերազմում անմահացած Հակոբ Եղիազարյանի մայրը Տիկին Գայանեն դժվարանում է բառեր գտնել։ Ասում է, փորձում են ջնջել մարդկանց հիշողությունը, ստիպել, որ մոռանանք Արցախն ու հանուն հայրենիքի կյանքը տված տղաներին։ Ադրբեջանցիների հետ եղբայրության քայլերն են առաջ տանում, եղբայրանալու ճանապարհն են գծում, ու այս մի քայլն էլ այդ ճանապարհին հասնելու մի միջոց է։ Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ որմնանկարներ կամ գրաֆիտ անելու համար անհրաժեշտ է գրավոր դիմում ներկայացնել քաղաքապետին կամ վարչական շրջանի ղեկավարին, կցելով նախագծի էսքիզը։ Զոհվածի մայրը հակադարձում է, եթե նման կարգ կար, ինչու այն նախկինում չէր կիրառվում։ 21 թվականին, 20 թվականին, երբ որ ծնողները կամ քաղաքացիները, ովքեր որ փորձել են տղաների պատկերները անմահացնել այդ տարբերակով, ինչի իրանց այդ ժամանակ ինչի են թույլ տվել։ Եթե պետքա օրենքը բոլոր ժամանակներում նույնն է, այսինքն 20 թվականից առաջ էլ, հետո էլ, ինչի են ժամանակ այդ մարդկանց թույլտվություն չեն տվել, այլ բանավոր հայտնել են, որ կարող եք նկարել։ Իդեպ տարօրինակ չէ, որ հերոսների պատկերները ջնջում են պատերից, բայց դրանց վրա թողնում են կասկածելի վերնագրերով գրառումներ ու այլ պատկերներ։ Տղաների հիշատակը հանրության հիշողությունից ջնջել չեն կարող, վստահ է Հակոբի մայրը։ Ուզում են ջնջեն հիշողությունից, ուզում են անտարբերությունը մտնի մարդկանց մեջ, ուզում են պատմություն չհիշենք։ Արդարացում չի գտնում զրուցակիցս, ասում է ամեն մի պատկեր ունի իր պատմությունն ու նշանակությունը, եւ նման քայլը կարող է դիտվել որպես համակերպում թշնամու թելադրած օրակարգին։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։